Պարոն Ազարյան, սա մեր առաջին հետ տոնական եթերն է, 26 թվականի առաջին եթերն է։ Այստեղ մի հատ կարևոր բան կարող կուզեմ միասին հասկանանք։ Երբ ֆանից էլ պետք չի շնորհավորել ամանորը եւ Սուրբ Ծնունդը ըստ ձեզ, ամսի քանիսից։ Ես կարծում եմ, որ պետքա շնորհավորել մինչև ամսի 7-ը ներառյալ։ 8-ից կարող ենք այդ պարտականությունից ազատվել։ Ես ահավոր համաձայն եմ ձեզ հետ, եկեք ֆիքսենք այս բանը, մենք համախոհներ ենք այս հարցում։ Շատ ավելի լավ։ Հա։ Ձեր աշխատանքային օրերն են սկսվել, բայց ես դեռ կխոսանք դրա մասին, բայց առաջինը ինչ աչք ցակեց ձեր մտանք ձեր սենյակ, ես դրամներն են իրար վրա շատ սորտավորված եւ բավականին բարձր, ինչ հա կատարվում սեղանի վրա։ Ուրեմն սկսվեց նրանից, որ ամեն անգամ դալիճ մտնելուց նիստերի ժամանակ անդադ մետաղադրամները զրնգում են եւ ստիպված պետքա գրպանները դատարկես, որ նորից մտնես եւ այդ պատճառով սկսվեց այս հավաքույթը կամ հավաքը մետաղադրամների, սկսեցի կանոնավոր ձևով եթե գրպանում մնում էր, ես այստեղ սիրուն, հետո մտածեցի, որ մի տեսակ մրցաշար անցկացնենք, տեսնենք այս գումարման վերջում, որ մետաղադրամն է հաղթում եւ ըստ դրա կարող ենք ասել ամենաշատ կիրառելի մետաղադրամները, որոնք են Հայաստանում։ Հա, այսինքն մինչև ընտրություններ սա պահելու եմ, այո։ Իսկ ոնց եք դասավորել, որտեղ մի քիչ որ բարձրանա։ Ես հուսով եմ, որ շուրջ չի գա։ Եթե ինչ-որ մեկը չարամտորեն սեղանին չհարվածի, շուրջ չի գա։ Իսկ վերջում ինչ է լինելու այս գումարի հետ ամբողջ։ Այս գումարի հետ մնալու թե ինչ-որ սիմվոլիկ։ Չէ, դե իմ գումարները որպես կանոն ինձ չի մնում, էսը ինչ-որ մեկին բաժին կազմի։ Ասում եմ մոտ հարազատներին եւ ընկերներին։ Եվ այս հսկայական կտավը, արդյոք դուք եք նախաձեռնել թե եղել է։ Չէ, ես իմ հետ առաջին օրվանից բերել եմ, համարյա առաջին օրվանից, երբ որ եկա ազգային ժողով, այս մի նկարա, որը իմ հոգեվիճակն է ամբողջովին արտացոլում, այստեղ ես իմ հոգե աշխարհն Այվազովսկու այս հրաշքի կտավում, որի կրկնօրինակն է։ Դե կրկնօրինակը պարզ է։ Այո, ուզում եմ ասել, որ բանը ասում է չար լեզուները չասեն, որ ես գողացել եմ այս կտավը։ Հանգիստ կախել եք ձեր սենյակում բնօրինակը, որ ասում եք ձեր հետ եք բերել, այսքան ինչքան ժամանակ այս կտավը ձեզ մոտ է։ Երբ ֆանից է ձեզ մոտ։ 21 թվականի սկզբից։ Ահա։ Մեկ էլ այս sense մի քիչ կոպիտ ասած հայավարի պահ կա ձեր սենյակի համարը, ես հիշում եմ դեռ Արթուր Խաչատրյանի հետ եթե չեմ սխալվում, խոսեցինք 333։ Այո։ Շատ են նախանձողները ձեր gold համարանիշով սենյակի։ Նախանձողները շատ են ցավոք սրտի։ Եվ չար լեզուներն էլ ասում են, որ ահագին կաշառք եմ տվել, որ այս սենյակը դե պարզ չէ, ում պիտի տամ, որ ազգային ժողովում այս գոլդ համարներով ստացվեց այսպես։ Բայց իրոք կա այդ թեման, ինչ-որ բան իրոք լսել եք, որ ոնց է բախտը բերել, որ այդ համարներով։ Գիտեք, այս թեմաներ կան, որոնցից ես միշտ հեռու եմ եղել, բայց ասենք իմ շուրջը պատտվում է, ինչու ինքը այս սենյակում է։ Այս սկզբանե, ասենք ես պարզվեց էլիտար սենյակում եմ եղել, երբ որ Հայաստան խմբակցությունում էի, բայց ես չգիտեի, որ դա էլիտար սենյակ է եւ այնտեղ գրքեր են բորբոքվել, թե ինչու է նա այնտեղ եւ ոչ թե ես, չէ որ ես ավելի բարձրահասակ եմ, գանգրահեր եմ կամ ավելի ճաղատ եմ։ Հետո երբ որ եկա այստեղ, պարզվեց, որ եղել են падգամավորներ, ասել են դե փոխվում էին, մենք կգայինք այստեղ, ինքը թող գնար մի ուրիշ տեղ։ Ես միշտ հեռու եմ այս խոսակցությունից եւ երևի նախախնամությունը որտեղ ճիշտ է համարում, այնտեղ եմ, ես տենց եմ մտածում։ Առավել ջանք չեմ գործադրել, որ այս համարում լինեմ, այս թվով լինեմ։ Հասկանալի է։ Ոնց է անցնում ձեր աշխատանքային օրը հետեւյալի տեսանկյունից։ Ինչն է ձեզ նյարդայնացնում ավելի շատ ձեր
այստեղի գործի մեջ։ Նյարդայնացնողը շատ է ամենանյարդայնացնողն աննա, երբ որ հասնում է գործի այն պահը, երբ որ հետագա ընթացքը արդեն կախված է ոչ միայն քեզանից, այլև մյուսներից։ Եվ այդ մյուսների հետ կապված արդեն այդ դանդաղկոտությունը կամ առարկությունները, որ ինչու էսպես, ինչու ոչ էսպես, ինչու էսպես կամ ոչ այնպես, այդ հարցերը այնքան անդադար կրկնվում է, որը արգելակում է ցանկացած նախաձեռնության արագ իրականացումը կամ ընդհանրապես իրականացումը, դա է նյարդայնացնում։ Հա, այսինքն ես կարող եմ ենթադրել, որ դուք այսպես կոլեկտիվի մեջ չեք սիրում աշխատել։ Ուզում եք, որ ամեն ինչ ձեզնից կախված լինի։ Հա, ճիշտ եք ասում, որովհետև եթե ես երկար մտորումներից հետո հանգում եմ մի եզրահանգման, եթե ես հարկ եմ համարում, իմ տեսակը այդպեսին է, եթե ես կասկածում եմ, ես իմ համար, իմ կարծիքով գիտակ մարդկանց հետ խորհրդակցում եմ պարտադիր միջև վերջնական այդ փաթեթավորումը եւ դրանից հետո երբ որ հայտնվում են մարդիկ, որոնք գործի բերումով պետք է իրենց կարծիքը հայտնեն, եզրակացություն տան անգամ եւ ամենավատը որոշում կայացնեն, այդ դա ամենանյարդայնացնող պահերն է։ Բայց այդ դեպքում ինչ եք ընտրել падգամավորի, այսպես ասած, մասնագիտությունը, որտեղ շատ մեծ կոլեկտիվ է կոպիտ ասած եւ բոլորը տարբեր են։ Որովհետեւ ես չկարողացա իշխանությունը ամբողջովին վերցնել իմ ձեռքը եւ Հայաստանը հայտարարել բացարձակ միապետություն։ Հասկացա, բայց մի տեսակ ոնց որ կես կատակ Չէ, ամբողջովին լուրջ եմ ասում։ Ամբողջովին լուրջ։ Եթե ես հնարավորություն ունենայի, միապետություն։ այո, այն էլ բացարձակ միապետություն։ Հո, բայց այդ ավելի շատ հարցեր է առաջացնում։ Դե, չգիտեմ, ես անկեղծ եմ այս պահին։ Եվ ազգային ժողովուրդ այսքան չէր լինի։ Կլիներ խորհրդակցական մարմին, Հա։ ովքեր իրոք գիտակ են այս կամ այն ոլորտին տիրապետում են, որոնց խորհուրդը պետք է երկրին եւ երկրի միապետին։ Իսկ այս դեպքում կարող եմ ենթադրել, որ ձեր այսպես տարածքը աշխատանքային, ձեր գրասենյակ, եթե կարա այդպես ասել, հա, ձեր թիմը, օգնականներ եւ այլն։ Այս դեպքում դուք միապետ եք։ Այո, բացարձակ միապետ եմ, բայց բարի եմ։ Բարի միապետ եմ։ Շատերը միապետությունը խառնում են, շփոթում են բռնաճնշումների, բռնապետի հետ, ոչ լինում է եւ արդար միապետ։ Ես ավելի շատ ասոցացրի, որ ձեր որոշումները չեն քննարկվում, ինչ որ այդպեսի միտք եկավ։ Եթե ես քննարկում եմ, քննարկվում են, եթե ես չեմ քննարկում, ուրեմն չի քննարկվում։ Իսկ ձեր օգնականներին եւ այլն հեշտ է ձեզ այդ աշխատել։ Այո, շատ հեշտ, կոմֆորտ։ Որովհետեւ ես արդար եմ։ Ոնց է դրսևորվում ձեր արդարությունը։ Որոշումներ կայացնելուց իրենց հետ վերաբերես, ասենք, սիրում եմ մարդուն ազատության մեջ թողնել։ Երբեք իր վրա չեմ ճնշում, երբեք չեմ ճնշել, եւ որտեղ որ ղեկավար պաշտոն եմ զբաղացրել կամ դիրքերում եմ եղել, ես միշտ թողում եմ, որ մարդը ազատ լինի։ Ես իրենից պահանջում եմ աշխատանք, դա ինքը ոնց է անելու, դա ինձ չի վերաբերում։ Կարևորը գործը ճիշտ ժամանակին եւ ճիշտ ձևով արվի։ Եվս մի ասոցիացիա միապետության հետ հենց նոր եկավ, դասական հեքիաթ կա, չէ՞, որ թագավորը դերվիշի շորերով իջնում է քաղաք, որ հասկանա իր մասին չեն խոսում։ Ըստ ձեզ, ձեր թիմակիցները ձեր մասին, թիմակիցները նկատում են ոչ միայն падգամավորներին, այլև հենց ձեր ամենամոտ աշխատանքային գործընկերները ինչ են խոսում ձեր մասին։ Միայն լավը, միայն լավ։ Ճշտել եք։ Այո։ Միայն լավն եմ խոսում։ Ճշտում եմ, ես կարողանում եմ ճշտել։ Հա։ Ինձ միշտ նախախնամությունը օգնում է, որ ես ճշտեմ, որ ճշտում եմ։ Միայն լավն եմ խոսում։ Իսկ այդ մի քիչ թուլացնող չի գործի բերումով, որ երբ գիտես քո մասին միայն լավն են ասում եւ սկսում ես անթերի զգալ մի քիչ։ Ես ինքս իմ նկատմամբ չափից ավելի խիստ մարդ եմ։ Ես ինքս իմ նկատմամբ խիստ մարդ եմ։ Ես երբեք ինքս ինձնից գոհ չեմ լինում։ Դա հազվադեպ կետեր կարող է միկրո վայրկյաններ կարա լինի, որ ես ինքս ինձանից գոհ լինեմ։ Իսկ վերջին անգամ ինչի համար եք դուք ձեզնից դժգոհ եղել։
Դժգոհ, դժգոհությունը անդադար է լինում։ Դժգոհությունը, որ դանդաղ եմ աշխատում, որ միտքը չեմ կարողանում ճիշտ ձևակերպել թղթի վրա, ինչ-որ օրենսդրական նախաձեռնություն է, բայց ձևակերպումը եւ համոզիչ արտահայտչաձևերը չեմ կարողանում գտնել։ Դժգոհ եմ, որ քիչ եմ քայլում, այս վերջին ամիսներին կամ չգիտեմ, որ պետքա դժգոհ եմ, որ այդպես էլ պատերազմից հետո ժամանակ կամ ուժ չգտա վերադառնալ ֆուտբոլ խաղալուն։ Շատ բաներից եմ դժգոհ։ Ֆուտբոլի մասին ուզում եմ հարցնել, ասացիք մեր նախորդ հանդիպմանը ձեր տանը, հա, ֆուտբոլի ծաղիկին պատմեցիք։ Մենք քանի որ փորձում ենք աշխատանքային մշակույթ ավելի շատ բացահայտենք այս մեր հաղորդման մեջ եւ տարբեր անձանց դրա միջոցով նաեւ բացահայտենք, կասեք 3 հատկանիշ, որ պետք է անպայման ունենա падգամավորը։ Առաջին հատկանիշը պետք է լինի բանիմաց, քիչ թե շատ ամեն ինչից, եւ երկրորդ, երրորդը պետք է անչափ, անսահման սիրի իր երկիրը, պետությունը ու ժողովրդին։ Այդ է ամենակարևորը։ Դե սիրել վերացական այն իմաստով, որ շատերը կարող են սիրել իրենց երկիրը, ժողովրդին, բայց դա չափանիշ է падգամավոր դառնալու։ Այո, միակ չափանիշն է, այս վերջերս մի հաղորդում էի լսում, թե չեմ հիշում, բայց հետարքիր միտքեր, ասում է Չինաստանում պաշտոնյաներին ինչ-որ դարեր առաջ, երբ որ ընտրում էր կայսրը, իրենց քննությունը, որ հանձնում էին, ոչ թե ինչ-որ գիտելիքներից էր, այլ վայելչագրությունից էր, իրենց այդ կալիգրաֆիա կոչվում։ Այո, դա ինչ հմտությունները, որովհետև ասում է այդ process-ի ընթացքում կայսրը տեսնում էր իր մտածողությունը, ճկունությունը, վերաբերմունքը, սերը, այդ բոլորը այդ վարժության, ու ես մտածեցի, որ կարելի է մեր падգամավորներին վայելչագրությունից քննություն վերցնել, տեսնել ինքը հայոց այբուբենի հետ ոնց է վարվում։ Առաջարկել եք արդեն։ Դեռ չեմ առաջարկել։ Դե հենց նոր առաջարկեցիք, փաստացի։ Ես հիմա հանրայինի եթերից ձեր օգնությամբ այդ առաջարկը անում եմ։ Դա կարևոր է սերը, իրոք սերը ոչ թե լինի դեպի իր անձը, իր ընտանիքը, իր նեղ շրջապատը, այլ սերը պետությունը, որը ցավոք սրտի մենք դա դեռ քիչ ունենք հասկանալի եւ անհասկանալի պատճառներով։ Բայց հարցը գիտեք որ հիմա շատերը կլսեն, կասեն, «Օ, ես էլ եմ սիրում իմ հայրենիքը, ժողովուրդը եւ ես էլ քիչ թե շատ բանի մաց եմ գնամ, դառնամ падգամավոր»։ Ինչու՞ չէ։ Դե արդար է դա։ Արդար է, բայց օրինակ այդպես չես կարող, չէ՞, բժիշկ դառնալ կամ վարորդ կամ հրշեջ, որովհետեւ այնտեղ ինչ-որ հենց այդպես էլ դառնում հմտություններ պետք է ունենաս։ Դե ես ասում եմ, անհրաժեշտ հմտություններ պետք է ունենա ու սիրի ասեցի առաջինը բանիմացություն, ընդ որում ոչ միայն մեկ ոլորտից, այլ ես ոչ թե ասում եմ դիլետանտայի մակարդակի գիտելիքներ կամ ինչ-որ հոբի, այլ բանիմացություն, այսինքն տիրապետել մի քանի ոլորտների ու շատ լավ պիտի տիրապետես, որ դու հասկանաս ինչու պետք է այս կամ այն նախաձեռնությունը անես, կամ ինչու այս կամ այն օրենքին այսպես կամ այնպես քվեարկես կամ քո կարծիքը հայտնես։ Դա շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որ ի վերջո ես միշտ այդ օրինակը հիշում բերում եմ այս տեղերում։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ որ Չինաստանի ղեկավարը հրաժարական տվեց իրենց այդ կուսակցության, որը նաև երկրի առաջնորդն է, ու այսպիսի արտահայտություն արեց, ասեց ժամանակն է, որ մենք մեր տեղը զիջենք երիտասարդներին եւ ներկայացրեց հաջորդ ղեկավարին, որը այդ ժամանակ 62 տարեկան էր։ Այդ դա պետության կայացվածության նշաններից մեկն էր։ Երկրորդ օրինակը Չինաստանից բերեցիք, ինչ որ յուրահատուկ կապ եք զգում այդ երկրի հետ։ Ուրեմն ես նաև հայ-չինական բարեկամական խմբի անդամ եմ եւ այդ երկրի նկատմամբ, այդ երկրի ժողովրդի նկատմամբ միշտ մեծ սեր եմ ունեցել, հարգանք եւ Չինաստան կատարած այցից հետո առավել եւս, երբ որ տեսա այդ երկրի ժողովրդի սերը իրենց երկրի նկատմամբ, իրենց պետության նկատմամբ եւ ինչպես են իրենք աշխատում եւ այդ հզորությունները, այդ հաջողությունները որ ունեն,
ու ես մեզ ուղեկցող պաշտոնյային, որ բավական բարձր պաշտոնյա էր իրենց արտաքին գործերի նախարարությունում, ասացի բավական լավ հարաբերություններ են մեր միջև հաստատվել, կհուշեք ձեր գաղտնիքը, որն է այս ձեր հիմքը, այս մեծ առաջընթացի, ասաց իհարկե կասեմ, մենք ասма կարճ ժամանակում սիրեցինք իրար, իհարկե հուսով եմ այս հատվածը կինս չի տեսնի, որովհետև կին էր այդ պաշտոնյան, ասեց մենք առանձին կկտրենք ուղարկենք, մենակ այդ հատված, առանց կոնտեքստի եւ ասեց մենք չենք շտապում եւ չենք զայրանում, երկու պարզ բառ չէ, բայց ինչ մեծ փիլիսոփայություն, այ իսկ մեր մոտ հակառակն է եւ ես այդ մի օրինակ էլ բերեմ, սենց Պրագայում ենք գնում ենք հերթական ինչ-որ այցի, բայց ես ուշացել եմ խմբից եւ տաքսով եմ գնում եւ համընկավ իրենց այդ պիկ ժամին եւ սենց մի տեղ սենց մի քիչ կանել ենք եւ վաղորդը որ տարիքով մարդը ռուսերենին տիրապետում էր ասեց մի քիչ կպատմես հայրին ձևի ժողովուրդին ես քիչ եմ էլի հայերի հետ հանդիպել ասեցի գիտես հիմա տես բոլորը կանգնած են հանգիստ ոչ մեկ ազդանշան չի տալիս իրար չեն հայոյում ասեցի ես մեր մոտ հիմա ասենց ազդանշանների ձայներ, ինչ-որ մեկը անհանգիստ շարք ա ուզում փոխի, ասեց լավ հասկացա, ներվային ժողովուրդ եք։ Ասեցի այ, հետա հիմա մենք Չինաստանի ուղիղ հակառակն ենք, մենք չգիտես խի անդադ շտապում ենք ու անդադ զայրանում ենք։ Այս խնդիրն է մեր մոտ։ Պատճառներ փորձել եք վերլուծել, ինչ է այդպես։ Մենք պետքա ես ազգից մեկն եմ, որը մեկին չեմ վերաբերում, մենք պետքա ընդունենք, որ մենք հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ժողովուրդ ենք։ Իսկ այդ խնդիրները ձևավորվել են հարյուրամյակների ընթացքում։ Սկսած որ արդեն հիվանդություն ա դարել ու սկսել ա ձևավորվել, սկսած երկրի մի հատվածում 1350-ականներից սկսած մի հատվածում 1428 թվականից սկսած ու այս տասնամյակների ընթացքում դարել է շատ ծանր հիվանդություն, որը պետքա մենք խոստովանենք, որ հետո սկսենք բուժման process։ Իսկ լուծում գտել եք, ինչպես կարելի է դա վերացնել։ Ամուր, ուժեղ, արդար պետություն ստեղծելով։ Պարոն Ազարյան, բայց քանի որ այսպես չստացվի, որ միայն վատ բաներից ենք խոսում ամեն ինչի, կասեք ինչն եք սիրում հայերի մեջ ու Հայաստանում։ Հայերը իմաստուն ժողովուրդ են։ Հայերը պետք է գտնեն իրենց արմատները այն աստվածային արմատները, որ դրված է մեր ազգի մեջ, եւ ամեն ինչ շատ լավ կլինի։ Երբ որ նայեք մեր ազգային հավաքականին, օրինակ ֆուտբոլի, երբ որ օրներքը հնչում է եւ այսպես օպերատորը անցնում է խաղացողներով, դուք չգիտեմ նկատել եք թե չէ, մեր հավաքականը կամ ազգի ներկայացուցիչներին կարելի է ամեն ազգի նմանացնել։ Ասենք մեկը իտալացու է նման, մեկը նույնիսկ արաբի է նման, մյուսը չգիտեմ, ասենք ֆրանսիացու կամ ռուսի, այդ մեր ազգի ուժն է, որովհետև այստեղից է աշխարհը երկու անգամ առաջացել ու այստեղից է երկու անգամ երկրի վրա կյանք առաջացել։ Մենք պետք է հասկանանք մենք որտեղ ենք ապրում։ Մենք պետք է հասկանանք ով ենք մենք։ Մենք ոչ թե պետք է դատարկ պոռոտախոսներ լինենք, այլ համեստ իմաստուններ։ Ասենք ոնց որ մենք մոռացել ենք մենք ինչպիսին ենք եղել, բայց մենք եղել ենք մոտավոր այնպեսին, ինչպես չինացիներն են եղել։ Իմաստուն հին ժողովուրդ, մենք էլ ենք այդպիսին եղել։ Ուղղակի ցավոք սրտի պետականությունը, որ կորցրել ենք եւ գրեթե 600 տարի կամ 1000 տարի առանց պետականության ապրել ենք, մենք մեր այդ լավ հատկանիշները կոնսերվացվել են։ Ասել են սա պետք չի, եթե դու պետություն չունես, քո այս լավ հատկանիշը պետք չի։ Դու պետք է ունենաս վատ հատկանիշներ, որ կարողանաս օտար նվաճողների հետ առնչվես ու կարողանաս գոյություն քարշ տաս։ Մենք հիմա պետք է այդ կոնսերվացումից դուրս գանք ու մի հրաշք երկիր կունենանք, հրաշք ժողովուրդով։ Քանի որ ասում են օրերը տաքանալու են, պարոն Ազարյան, շուտով։ Ես առաջարկում եմ, քանի դեռ ձմռան
անտուրաժը, այսպես ասած, կա դուրս գանք եւ ազգային ժողովի ձմեռային բակում էլ քիչ-քիչ ամփոփենք, եթե դեմ չեք։ Ես նույնիսկ կողմ եմ։ Շատ լավ։ Պարոն Ազարյան, սիրուն տեսարաններ են ԱԺ-ի բակում ու դուք այս ընթացքում անընդհատ մեր օպերատորներին տարբեր հարցեր եք տալի տեսախցիկների հետ կապված։ Օբյեկտիվներ եւ այլն։ Ինչ է դա նշանակում։ Մոտ շուտ զգացողություն առաջացավ, որ ուղակի չեք հարցնում։ Չէ, ուղղակի չեմ հարցնում, որովհետև շատ մեծ հետաքրքրություն ունեմ ու կարծես մի նոր հոբի է իմ մոտ ձևավորվում, որ սկսեմ իմ ուզածը, այն ինչ որ ես տեսնում եմ, ուզում եմ պատկերեմ խցիկի վրա, ստանամ մի համեստ խցիկ եմ ձեռք բերել եւ ուզում եմ սենց գոնե հիմքերին տիրապետեմ, որ ասենք գնում եմ Կիրանց կամ ավելի հեռու դեպի Խորքերը կամ Հայաստանի այլ տեղեր կամ աշխարհի այլ տեղեր, որտեղ գնում եմ, ես իմ աչքի տեսածը իմ տեսածով ներկայացնեմ, հետո մի բան կարող է ստացվի։ Պեյզաժներ եք ավելի շատ ուզում անեք, թե դիմանական մարդկային դեմքեր, որը որպես կանոն լրատվամիջոցներով այդ դեմքերը մենք չենք տեսնում, դեմքեր եւ պեյզաժներ հիմնականում, որը էլի է դուրս մնում, որովհետեւ հրաշք տեղեր կա, երեք էլ Կիրանցից որ գալիս եմ ճանապարհին այնքան հրաշք տեղեր կա, ասում եմ Աստված իմ մեր հրաշքները թողած մենք գնում ենք աշխարհի տարբեր անկյուններում, ասում ենք տեսեք էս կա, այն կա, իսկ մեր քթի տակ մենք շատ գեղեցկություններ ասենց սովորականի նման անցնում գնում ենք։ Այդ է հիմա դրանց զգացողությունը, որ ուզում եք նկարել, այդ Կիրանցի ճանապարհին առաջացավ, թե այդ զգացողությունը երևի ավելի շուտ է սկսել ձևավորվել, բայց հիմնականում որ համարյա անդադար շաբաթը մեկ դեպի Կիրանց, Կիրանցից դեպի Երևան, այդ ընթացքում աչքդ տեսնում է կադրեր, որ ասենք այն մարդը որ մի անգամ է գնում, դժվար այդքանը մի անգամից ֆիքսի, բայց ասենց ամեն անգամ ասենք գնում ես, դե որ հաշվես, օրինակ վերջին հիմա ասենք 4 կամ 5 տարում ես քանի կիլոմետր եմ կտրել անցել, դա ասենք երևի աշխարհի շուրջ մի քանի անգամ պատտված կլինեմ արդեն։ Էլ ինչ նորություն կա այդ առումով, մենք ֆիքսեցինք մեր նախորդ հանդիպման հետ համեմատած, որ ֆուտբոլը դեռ չեք վերականգնել, բայց հիմա լուսանկարելու ցանկություն եւ արդեն նաեւ գործողություններ եք արել այդ ուղղությամբ, էլ ինչեր կան, որ հիմա կբացահայտենք։ Հետարքիր որպես որ ասեմ այդպես նորություններ չունենք, փորձում ենք պահել գոնե եղածը, չկորցնենք շատ բաներ, բայց հիմնական դե մնում է նույն աշխատանքը, հիմնական ուղղվածությունները ու ասենք այն որ հասնում ես մի կետի, որ քո չարչարանքը տալիս է արդյունք, դրանից մեծ բավարարվածության զգացում չկա, այս վերջերս հանրայինով ռեպորտաժ էր բնակարանաշինության մասին, սահմանային բնակավայրերի այսպես կոչված այդ 16 միլիոնների ծրագիրը ու այսպես նայում եմ ու ասում եմ Աստված իմ, եթե ես ուրիշ լավ բան առաջ չլնեի, մենակ սա կարելի է ասել, որ լավ է, որ 2000 ավելի մարդու ու դու կարացար նպաստես քո առաջարկած ծրագիրը հասցրես նա, որ 2000-ից ավելի ընտանիք Հայաստանում տուն ունեցավ։ Դա էլ մեծ հոբի է ասեմ, քիչ չի էլի դա։ Կապված ինքնակննադատության հետ ձեր վերադառնալով, ինչ եք կարծում, ձեզ մոտ ինչը լավ չի ստացվում։ Իմ մոտ համոզելը լավ չի ստացվում։ Երբ որ օրինակ ես մտածում եմ որ ունեմ այդ լավ գաղափարը, լավ ծրագիրը ու ես գիտեմ, վստահ եմ, ոչ թե մտածում եմ որ դա լավ է, այլ վստահ եմ, գիտեմ որ դա լավ է, ես մնացածին չեմ կարողանում լավ համոզել, որ դա լավն է, կամ որ գիտեմ դա այդտեղ վտանգ է, ես մարդկանց չեմ կարողանում լավ բացատրել, որ այդտեղ վտանգ է, որովհետև միշտ այսպես ընկերներիս հետ էլ sense մշտական վեճ կար, որ ես ասում եմ դե հոդվածի մեջ այսքանը որ գրում եմ, դե մնացածը կհասկանան,
ասում են, չէ, դու պետք է ավելի մանրացնես։ Իսկ ես մտածում եմ, որ մանրացնելով, ավելի շատ համոզելով, ես իրեն սկսում եմ վիրավորել արդեն։ Կամ վանել, հա։ Հա, կամ վանել, կամ վիրավորել, որովհետև դու իմ մտածածով ես այսպես եմ մտածում, որ եթե չափից ավելի ես իրան համոզում, բացատրում, դու սկսում ես իր տարածք մտնել, որտեղ ինքը պետք է արդեն որոշում կայացնի ու դրանով վիրավորում ես։ Այն մոտ դա թույլ է, լավ չի էլի, ես գուցե սխալ եմ դա, պետք է ավելի համառ բացատրես։ Ահա։ Պարոն Ազարյան, շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար եւ հետաքրքիր ձեր պլանների մասին, հա, պլանավորում եք առաջադրվել, վերադառնալ ԱԺ ընտրություններից հետո, եթե ընտրվեք, Ճիշտն թե ասած, ուրիշ մասնագիտություն եք գտել, որը ձեզ ավելի հարազատ է ու կուզեք դրանով զբաղվել։ չէ, ոչինչ էլ ճիշտն ասած չեմ գտել, ոչ մի հստակ պլանավորում, գծագրություն, այս բան դեռ չկա, ասենց ես ինքս ինձ համոզել եմ, որ պետք է կենտրոնանալ այս առաջիկա ամիսների վրա այն ինչով ես զբաղվում եմ, այս հնարավորությունը օգտագործեմ, ելի ինչ որ մի դրական բան փորձեմ անել այս երկրի համար, ինչքանով որ կհաջողվի։ Հիմա էսա մնացածը ես եկել եմ այն մտքի, այս մտքով ամենօրյա իմ աբգարի հետ զրույցներով ես եկել հանգել եմ նրան, որ ինչ որ դու պիտի անես, մեկը անելու ես։ Դու ձգտես, մտածես, ցանկանաս, չէ, միևնույնն է, դու անելու ես հետո այն, ինչ որ դու պիտի անես, ինչ որ եթե իհարկե դու դրական ուղու վրա ես, էլի, չես շեղվում նորմալ ճանապարհից։ Դրա համար ես դա թողում եմ նախախնամությանը, ոնց ճիշտ համարենք, այդպես էլ կանենք։ Այսինքն դեռ չեք որոշել դա ինչն է, բայց գիտեք, որ անելու եք։ Հա, բնականաբար հաստատ, թե դա ինչը կլինի, այս պայդրությամբ դեռ ասում եմ Աստված գիտի, մենք դեռ փորձում ենք կռահենք, թե դա ինչ կլինի։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ եմ շնորհակալ։